Ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման կարևոր փուլը Փարիզում էր։ Նախորդին Ֆրանսիայի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանի նստավայրում տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը ամերիկացի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆի, նախագահ Դոնալդ Թրամփի փեսաբանագնաց Ջարեդ Կուշների, Ֆրանսիայում ԱՄՆ դեսպան Չարլզ Կուշների, որն ի դեպ Ջարեդի հայրն է, եւ Սպիտակ տան խորհրդական Ջոշ Գրյունբաումի հետ։ Ավելի վաղ Փարիզում գումարվել է Կիևի աջակիցների այսպես կոչված կամեցողների դաշինքի նիստը, որին ներկա էր Զելենսկին։ Դաշինքի անդամներն են Եվրոպայի երկրները, Կանադան, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը եւ ՆԱՏՕ-ն։ Կողմերը նկատել են տալիս, որ ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման հայեցակարգը արդեն ուրվագծվել է։ Կարևորագույն թեման անվտանգության երաշխիքների տրամադրումն է, այդ մասին խոսել է Ջարեդ Կուշները։ The security guarantees, there was extensive conversations about that with President Zelensky and President Trump at Mar-a-Lago. Անվտանգության երաշխիքների վերաբերյալ դեկտեմբերին Մարալագայում նախագահներ Վլադիմիր Զելենսկու եւ Դոնալդ Թրամփի միջև այն մասին հանգամանալից զրույցներ են եղել եւ կարծում եմ, որ նրանք իսկապես լուծել են առկա չլուծված հարցերի մեծ մասը, եթե ոչ բոլորը։ Այսօր շատ կարեւոր իրադարձություն էր եւ ես շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին այստեղ բոլոր մասնակիցներին հավաքելու համար։ In consultation with the Ukrainians, with the Europeans, I will say I think today was a very big milestone, and I think President Macron. Կամեցողների կոալիցիան Ուկրաինային կտրամադրի միջազգային պաշտպանության ընդարձակ երաշխիքներ, իմասնավորի օդային, ցամաքային եւ ծովային աջակցություն, սարքավորումներ, վարժանքներ, դաշնակիցները կհետևեն հրադադարի ընթացքին եւ երկարաժամկետ կտրվածքով կաջակցեն Ուկրաինայի պաշտպանությանը։ Սթիվ Ուիթքոֆի խոսքով այդ օրինակ երաշխիքներ ցայսօր որևէ մեկին չեն տրվել։ Those security protocols are meant to Անվտանգության պրոտոկոլները նախատեսված են Ուկրաինայում ցանկացած նոր հարձակում կանխելու համար, եթե հարձակում լինի, նախատեսվում է պաշտպանություն, երկուսն էլ կապահովվի։ Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Համաձայնագիրը նախատեսում է խաղաղապահ զորքերի տեղակայում, այն ստորագրել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Դա կիրագործվի միայն հրադադար հայտարարելուց եւ խաղաղություն հաստատելուց հետո։ Մակրոնը գովեստով է խոսել համաձայնության մասին։ Présence aujourd'hui des envoyés spéciaux du président Trump. Այսօրվա հանդիպումը կարևոր քայլ է առաջ, արտացոլվում է Փարիզի հռչակագրում, որը ապահովում է հարատև խաղաղության համար անվտանգության ամուր երաշխիքներ։ Ստարմերը նշել է, որ հարցը կքննարկվի Բրիտանիայի խորհրդարանում։ This is a vital part of our ironclad commitment to stand with Ukraine. Այս հռչակագիրն Ուկրաինային սատարելու մեր պարտավորության կարևոր բաղադրիչներից է։ Այն իրավական շրջանակի հիմք է հանդիսանում եւ բրիտանական, ֆրանսիական ու գործընկեր մյուս ուժերին ընձեռում է ուկրաինական հողի վրա գործելու հնարավորություն։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի փոխանցման Բերլինը որևէ տարբերակ չի բացառում, բայց տվյալ պահին ուղիղ միջամտություն նախատեսված չէ։ Deutschland wird sich weiter politisch, finanziell und eben auch Գերմանիան կշարունակի քաղաքական, ֆինանսական եւ նաեւ ռազմական ներգրավվածությունը։ Սա կարող է ներառել օրինակ հրադադարից հետո Ուկրաինայի համար զորքի տեղակայում ՆԱՏՕ-ի անդամ հարևան երկրների տարածքում։ Wir schließen dabei grundsätzlich nichts aus. Այս պահի դրությամբ Մոսկվան դեռ չի մեկնաբանել Փարիզյան հանդիպումների արդյունքները։